Տիկին Դավոյան 3 հակակոռուպցիոն կոմիտեն տարածեց մի հայտարարություն, որ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո նախագահի հրամանագիրը բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում համապետական ընտրություններին մասնակցող տարբեր բնակիչների բարեգործության անվան տակ ուժեղ Հայաստան կուսակցության անդամի կողմից այլ անձին օժանդակության նյութապես շահագրգռելու դեպք է բացահայտվել, 2 անձ արդեն ձերբակալվել են, կանայք են նրանք, ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը այս ամենին, այսինքն այս մարդիկ դեռ շարունակում են իրենց արատավոր բարքերը։ Ես կարծում եմ ոչ թե այս մարդիկ դեռ շարունակում են իրենց արատավոր բարքերը, այլ իրենք ուրիշ կերպ չեն պատկերացնում իրենց գործունեությունը։ Եվ սրանից առաջ էր նման դեպք բացահայտվել այլ ուժի հետ կապված, Էջմիածնի ընտրությունների հետ կապված, նորից հակակոռուպցիոն կոմիտեն էր հայտարարություն տարածել, նորից ձայնագրություն էր դրված, իհարկե դա անցած ընտրությունների վերաբերյալ է, սակայն իմաստը նույնն է, կան մարդիկ, որոնք շարունակում են նույն գործունեությունը ծավալել, առանց հասկանալու, որ ընտրակաշարք ստանալը, ընտրակաշարք առաջարկել, ընդհանրապես նյութապես շահագրգռել ընտրությունների ժամանակ, քարոզարշավային շրջանակներում կամ ընդհանրապես ընտրությունների հետ կապված, դա քրեորեն պատժելի արարք է։ Մարդիկ շարունակում են մնալ անուղղելի, նման արարք են կատարում, հետո սկսում են տարբեր պատճառաբանություններով հանդես գալ, ասելով, որ կին են, չգիտեմ, անչափահաս են, տարատեսակ սոցիալական բաներ են մեջ բերում, թե այս մարդիկ ինչու չպիտի պատասխանատվության ենթարկվեն, առանց հասկանալու, որ մարդկանց նյութապես շահագրգռելը չի հարցնում, ով է դա, ինչ է դա, մեծ է, փոքր է, երիտասարդ է, չգիտեմ, այս մարդիկ շարունակում են մնալ անդրդվելի եւ նման գործելավոճ շարունակում են օգտագործել, որովհետեւ այլ կերպ ուղղակի չեն կարող։ Ուժեղ լինելը ըստ նրանց փաստորեն անազնիվ ճանապարհով ինչ որ բանի հասնելն է, Դե ուժեղ լինելն արդեն ծիծաղելի է դարձել, որովհետև ուժեղ անվան տակ մենակ թույլերը կարող են նման գործունեություն ծավալել։ Դա ուժեղի գործունեություն չի։ Ուժեղը պատշճակատով դուրս է գալիս մարդկանց մոտ, իր մասին խոսում է եւ ասում է ես այսպեսին եմ, ինձ ընտրեք կամ մի ընտրեք։ Այս մարդիկ ամեն ինչ անում են զարտուղի ճանապարհներով ինչ որ նպատակների հասնելու համար։ Օրերս երբ տեղի ունեցավ նրանց հանրահավաքը, որի ժամանակ հերավար կարգով ելույթ ունեցավ Սամվել Կարապետյանը, հայտարարում էր, որ փոփոխությունը գալիս է, ուժեղ տնտեսություն են ստեղծելու, ձեզ անվանում են փոքր խմբակ, հետո ասում են երկիր, որտեղ կառավարիչները դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, պետք է լինի հակառակը, դատարկում են սեփական գրպանները, որպեսզի բյուջեն լցնեն։ Այս տեսակ հայտարարություն են անում մարդիկ, որոնց ներկայացուցիչները զբաղված են քիչ առաջ նշված Չէ, այստեղ ուրիշ խնդիր կա, մենք անընդհատ տեսնում ենք հեծի հետ կապված տարբեր հրապարակումներ, որտեղ շատ պարզ ձևով մարդիկ ներկայացնում են, թե հեծում ինչպիսի ապօրինություններ է տեղի ունեցել եւ ինչպես են բաժանորդներիս հաշվին մարդիկ հարստացել իրենց գրպանները լցրել։ Հիմա այդ հեծի նախկին տերը գալիս մեծ մեղադրում է այն ինչ որ չգիտեմ ինչերի մեջ, որում բառացի հեծն է եղել եւ իր կառավարած կազմակերպությունն է եղել։ Այդ մեծ Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությունը նման վիճակի հասցնող մարդը առաջարկում է իր ծառայությունները Հայաստանի Հանրապետությանը, մտածելով, թե մենք կարող ենք նրան վստահել, որ նա եւ ընդհանրապես վստահել նրա խոսքին, ինչի մասին է խոսքը, մեղադրում է մեզ փոքր խմբակ ասելով։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ուղղակի չեն կարող փոքր խմբակ լինել։ Այդ էլ հերթական զավեշտի սերիայից է եւ ամբողջ այդ այս ուժը ամբողջովին անլուրջ է եւ անլրջության մասին է։ Եկեք ուղղակի այդքան մանրամասը չխոսենք եւ չմեկնաբանենք նրանց գործունեությունը։ Իսկ կարող ենք ամփոփ նրանց ելույթներին անդրադառնալ ուղղակի ինչ որ գնահատական տալ։ Ում նրանց։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների հանրահավաքում հնչեցրել։ Ներողություն եմ խնդրում, բայց այս հանրահավաքը չեմ դիտել։ Ինձ համար առանձնապես դա հետաքրքրաշարժ չէր, որևէ կերպ որևէ բան ասող չէր, որ ես լսեի եւ փորձեի հասկանալ, թե այդ մարդիկ ինչի մասին է խոսում, ոչ մի նորություն չկար, այսպես մակերեսորեն դիտելով ես ուղղակի կարող եմ որպես ամփոփում ասել, դա Հայաստան դաշինք, սրբազան պայքար, ինչ որ հայրենիքի փրկության շարժում, այդ բոլոր նախկինում ծավալված շարժումների հերթական ամփոփիչ հանրահավաքներից մեկն է, որևէ բան չի փոխվել։ Չունեն ոչինչ առաջարկելու, նորից դոփում են անցյալում, որովհետև
չունեն ապագայի տեսլական։ Նարեկ Կարապետյանը անընդհատ իր բոլոր բանավեճերում, հարցազրույցներում, ճեպազրույցներում պնդում էր, որ իրենք նախկինների հետ կապ չեն ունենալու, սակայն տեսնում ենք, թե ովքեր են ներգրավված այդ ցուցակում։ Իր սեփական հայրը նախկինների հետ կապ ունենալու ամենավատ վկան է։ Դրանից են կողմ նախկինների հետ կապ, ես որևէ կերպ էլ չեմ կարող տեսնել, որպեսզի չխորանանք, հաթաթ բերենք, թե ով կա ցուցակում, դե Մամիկոն Ասլանյանը, Արամ Վարդևանյանը, էլի մարդիկ կան, ու ասենք գալ իր սեփական հորը այսպես չընդունել, չասեմ, որ բայց ախր սեփական հայրն է եղել հանրապետական կուսակցության անդամ, ինչպես կարող ասել նախկինների հետ կապ չունենք, սեփական հորից է հրաժարվում։ Իսկ այդ ցուցակից ցուցակ թռիչքների մասին ինչ կասեք։ Մեկ հանրապետական են, մեկ Քոչարյանի դաշինքից են։ Ուրիշ հետևոտ չունեն, որովհետև իրենք նույն ուժի տարբեր մասնիկներն են։ Ես էլ եմ ասել, նրանց ուժը եւ մնացած բոլոր այս պահին հայտ քաղաքական հայտ ներկայացնող ուժերը եւ Քոչարյանի դաշինքը եւ Ծառուկյանը բոլորը հիմա օրինակ այս պահին Հայաստան դաշինքի գործող падգամավորը հայտնվել է Ծառուկյանի ցուցակում։ Մենք ուզում ենք ասել, որ այստեղ առաջարկ Հայաստանի նորույթ Այդ դեպքում պետք է ինչ-որ ջահել շատ երիտասարդներ լինեին, որոնք ընդհանրապես քաղաքականությունում չկային, չէին եղել եւ բոլոր ուժերում ոչինչ չունեն առաջարկելու, որովհետեւ հասկանում եք իրենցով են իրար մեջ են փորձում ինչ-որ բան բաժանել։ Սա մի մեծ ցուցակ է, այս մարդիկ մի մեծ ցուցակ ունեն, որը կոչվում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Եվ նաև թվի մասին, հա, ուրախ հայտարարում էին, թե 40,000 մասնակից է եղել իրենց հանրահավաքին, իրազեկ քաղաքացիների միավորումը սակայն տվեց 12,500 թիվը։ Սա նմանություն չկա, օրինակ 21 թվականի Ռոբերտ Քոչարյանի նախընտրական վերջին հանրահավաքի հետ, որ փորձում էր ուժ ցուցադրել, սակայն արդյունքները տեսանելի են բոլորիս համար։ Եկեք փաստենք, որ մինչ այժմ տեղի ունեցած բոլոր հանրահավաքները անդիմության հիմնված է եղել նրա մասին, թե քանի հոգի են եւ քանի հոգի են հայտարարվում։ Անընդհատ ասում են կես միլիոն կարող են հանգիստ ասել 500,000 մարդ է եկել։ Կարող են ասել 1 միլիոն մարդ է եկել։ Ինչ խնդիր կա։ Կարելի է ամեն ինչ ասել, չէ՞, բայց փաստերը ուրիշ բանի մասին են խոսում։ Ասեցին այսքան մարդ է եկել, իրանք ծափահարեցին, իրանք ուրախացան, հետո Խոսենք նաև երիտասարդի մասին, որը 3 ազատ արձակվեց, ճիշտ է, դեռ խափանման միջոցը փոխվեց ընդհանրապես, բայց ձեզ ներկայացնում էին որպես 37 թիվ, բռնություններ է գործադրում եւ այլն, սակայն վարչապետի վրա հարձակման փորձ կատարած երիտասարդը 3 ազատ է արձակվել։ Են կանայք, որոնք ապօրինի գործողություններ են արել, տնային կալանքի տակ են, այսինքն որն է 37 թիվը նորից այս բանից այդ շարքին է պատկանում, որ ինչ ուզենք կասենք։ Հիշում եք այդ իրենց հանրահավաքին մի մատու հաց տվեցին ասացին լսել եք Սամվել Կարապետյանի ելույթը, ասաց, հա, ասացին, բայց նա դեռ ելույթ չի ունեցել, ասաց դե ինձ ոնց հարմար է, տենց էլ ասում եմ։ Ինչ ձեռ է տալիս, էդ էլ ասում եմ։ Հիմա ինչ իրենց ձեռք է տալիս, էդ էլ ասում են։ Փաստերը ուրիշ բանի մասին են խոսում եւ այդ երիտասարդի վերաբերյալ, որ պազվեց հիվանդ, պազվեց երեխա է, պազվեց շատ ինչ որ խնդիրներ ունի, թող իրեն նորմալ պահի։ Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Եվ ինչ որ բան անելուց առաջ կամ մտածելուց առաջ պիտի մտածեն օրենքի հետ ինչպիսի հարաբերությունները դրանից հետո առաջանալու։ Եվ զարմանալի էր, որ ծնողը, հա, մայրը համենայն դեպս ինքն էր ավելի ակտիվ երևում, որևէ մեղանչանքի, զղջալու, որևէ դրսևորում մենք չտեսանք ներողություն խնդրելու։ Դե որովհետև իրենք ես կարծում եմ նորմալ են համարում եւ այս ատելության մթնոլորտը, որը իրենք են ստեղծել եւ որը իրենց համար ապրելակերպ է դարձել, իրենց թույլ չի տալիս օբյեկտիվ նայել իրավիճակին եւ իրերը կոչել իրենց անուններով։ Շատ մարդիկ չեն հասկանում, օրինակ ժողովրդավարության այս արժեքը, օրինակ եթե այդ նույն գործողությունը որևէ երիտասարդ աներ, օրինակ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կամ Սերժ Սարգսյանի նկատմամբ հենց եկեղեցու մեջ, օրինակ ինչ տեղի կունենար նրանց հետ։ Դե ես ուզում եմ ասել, որ հենց այս ժողովրդավարությունը, որոնք իրենք ամեն ձևով ծաղրում են եւ մեզ ասում են, որ 37 թիվ է, 37 թիվ հենց Քոչարյանի ժամանակ է եղել եւ բոլոր քաղաքական ընդդիմախոսները ուղղակի գոյություն չունեին, ուղղակի ծեծվում էին լրագրողները, հալածվում էին նախընտրական շրջաններում վստահված անձերին, ինչպես 2003 թվականի երկրորդ փուլի ժամանակ էր ընտրությունների նախագահական ընդդիմության բոլոր վստահված անձերին տարան ինչ որ տեղերում փակեցին Այդտենց բաներ ենք մենք տեսել եւ հիմա երբ ամեն տեղից վերկացող ինչ ուզում է խոսում է, այդ ինչ ուզել խոսողն էլ ասում է 37 թիվն է, որ 37 թիվ լիներ հարգելինես, դուք որևէ մեկը որևէ տեղ չէիք կարող խոսել, ոչ մի տեղ չէիք կարող հայտնվել, որևէ մեկը ձեզ բարձրախոս չէր կարող տրամադրել եւ դուք չէիք կարող ձեր ատելության խոսքը հնչեցնել ամեն պատիտակից եւ ամեն ամբիոններից։
Եվ նաև խոսենք հիբրիդային պատերազմների մասին, որոնք անընդհատ գնալով ահագնանում են, մինչև ընտրություններ, չգիտեմ, ինչ դրսևորումներ կստանան, ոնց է պայքարում դրա դեմ։ Պայքարում ենք եւ այդ պայքարի շրջանակներում է, որ այսպիսի անընդհատ դժգոհություններ է գալիս, որ ասում են 37 թիվը SN է։ Պատերության խոսքի մասին խոսեցիք, երեք համացանցում հրապարակվեց տեսանյութ, որտեղ Կտրիշ Ներսիսյանի եղբայրը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը կոչ էր անում չընտրել ԿՊ-ին, ամենատարբեր մեղքերում ձեզ մեղադրում էր, առհասարակ դա եպիսկոպոսին, առավելևս թեմի առաջնորդին հարիր պահվածք է։ Դե այդ մասին արդեն բազմիցս խոսել ենք եւ կարող ենք անթիվ անհամար խոսել, որ եկեղեցականները վաղուց մտածել են իրենց կոչման մասին, եթե հիրավի եղել են եկեղեցական իրականում, վաղուց մտածել են իրենց կոչման մասին, ծառայել Աստծուն եւ հավատացյալներին եւ զբաղվում են քաղաքականությամբ, առավել եւս մեծ քաղաքականությամբ, հետեւաբար որևէ բան չի փոխվել եկեղեցու առօրյայում, նրանք շարունակում են իրենց հակապետական քարոզչությունը, նրանք շարունակում են խախտել, մեզ մեղադրում են սահմանադրությունը խախտելու մեջ եւ եկեղեցու գործերին խառնվելու մեջ, սակայն իրենք ամենաակտիվ սահմանադրության խախտողներն են, սահմանադրության ամենաակտիվ խախտողներն են եւ իրենց հակապետական քաղաքական քարոզները նրանց գործունեության մի մասն են կազմում եւ կարծում եմ նրանց էլ շուտով կանդրադառնան։ Եվ ամփոփենք մարզային այցերը, որոնց դուք գրեթե բոլորին մասնակցում եք, ինչ տպավորություններ եք ստանում։ Արտակարգ մարզային այցերը մեր առօրյայի, համենայն դեպս ինձ համար իմ առօրյայի ամենալավագույն այցերն են, ամենալավագույն ժամերն են, երբ մենք շփվում ենք քաղաքացիների հետ, տարբեր պայմաններում, անձրև լինի, ձյուն լինի, արև լինի, որևէ եղանակային պայմաններ, քաղաքացիներին չի խանգարում մեզ հետ զրուցել, խոսել իրենց խնդիրների մասին, մեր կատարած աշխատանքների մասին խոսել, մարդիկ շնորհակալություն են հայտնում առողջապահության ապահովագրության համար եւ ամենակարևորը խաղաղ սահմաններ ունենալու համար, խաղաղություն հաստատելու համար եւ նշում են, որ դա մեր ամենակարևոր ձեռքբերումն է եւ իրենք պատրաստ են տեր կանգնել այս խաղաղությանը եւ մենք շարունակենք միասին խաղաղության դարաշրջանը, որովհետեւ եւ իրենք ասում են, որ այս խաղաղությունից հետո են շարունակում տեսնել իրենց ապագան Հայաստանի Հանրապետությունում, որքան էլ որ շատ ընդդիմախոսներ չուզենան տեսնել եւ չուզենան օբյեկտիվ գնահատել իրականությունը գնահատողները մեր քաղաքացիներն են եւ վստահաբար իրենց գնահատականը հունիսի 7-ին կտան։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։